Սիրելի ժողովուրդ, ուրեմն ամբողջ գիշեր հետևում էինք Նիկոլի ճակետավոր ընտրություններին, չնայած եթե բոլորիդ համար դա շոկային էր, ապա ասեմ, որ իմ համար սպասելի էր, անգամ կա իմ ելույթներում, որ ասում եմ եկեք չգնանք ընտրությունների, որտև այս ամեն ինչը սպասելի էր Նիկոլին լավ ճանաչելով, ես գիտեի, որ այդ թուրքի ճուտը կանգ չի առնելու ոչ մի բանի առաջ, ու սա Նիկոլի ու Նիկոլա Խունտայի համար նորմալ երևույթ էր, այս կեղծարարությունները գիշերվա, այսինքն հաջորդ օրը արդեն հունիսի 8-ի կտրվածքով գիշերը ժամը 12-ը անց զինվորական ամբողջ մեծ կադրում բերելը, որ ընտրություններ կատարեն, ես մենակ սյունեցիներին մի բան կասեմ, Նիկոլը ստորագրել է վաղուց արդեն Սյունիքի ճանապարհը ու ամոթ ձեզ, ես թքեմ ձեր նամուսի վրա, ես սյունեցիներից շատ լավ մարդիկ գիտեմ, շատ լավ ախպերներ ունեմ, որոնք հաստատ չեն ընտրել Նիկոլ, նրանց մասին չի խոսքը, բոլոր նրանց ովքեր լինելով սյունեցի գլխավերևներում ունենալով թուրքի յաթաղան ու դրոշ, թուրքի գաուբեցները տեղ գյուղի գլխին է ու իշխանասարում ու ներքին հանդը գնում ընտրում է Նիկոլ, երբ թուրքի ոտը իր հողում է։ Ես ուզում եմ հարց տալ ներքին հանդեցիներին, իրոք ընտրել եք, թե ինչպես Սիսիանում էր անցած ընտրություններին լույս չեք ունեցել։ Ու հետո պարզվել է, որ ամբողջ գյուղը գնացել է ընտրության, չնայած օրինակ գյուղի անունը չեմ տա, բայց Սիսիանի որոշ գյուղերում ասում են, ախր մենք լույս չենք ունեցել, ոնց են գնացել ընտրությունների։ Մի բան հաստատ է, որ ընտրակեղծիքներ շատ են եղել։ Ես օրինակ քվեարկել եմ մի ընտրատեղամասում, որտեղ նախ առաջինը իմ մատնահետքերը չէր կարդում եւ հետո երկրորդը պարզվեց, որ մարդ կար, որ իր ցուցակում իր անունն էր ման գալիս ու պարզվեց, որ իր հասցեի վրա գրանցված էլի մարդիկ կային, որոնց ինքը չէր ճանաչում։ Ու դա առաջի դեպքը չէր, անցած ընտրությունների ժամանակ էլ իմ մահացած 90 տարեկան հարևանուհիս էր Նիկոլին ընտրել, այնպես որ նորմալ է դա, երբ Անդրշիրիմյան աշխարհը սատանա է ընտրում որոշ դեպքերում։ Կասեք հիմա այստեղուր պահին հումոր եմ անում, բայց Նիկոլից ես ամեն վատ բան սպասում եմ։ Հիմա ժողովուրդ, ասել եմ, միշտ կատարվել եմ, միշտ հետո եք ասել, ախր ինքը ճիշտ էր ասում, նորից կրկնում եմ, սահմանադրություն է փոխելու Նիկոլը։ Վերարտադրվելու հիմնական նպատակը Քեմալի պայմանագրի քեմալական պոռնիկների նա է, որ իրենց դեպքում դա արդեն հայհոյանք չի, որովհետև դա իրենց եսն է, իրենց կենսագրական հիմնական անունն է ու նրանց հիմնական զադանին, այսպես ասած, թուրքերից այն բանի համար, ինչի համար իրենք վճարվում են ու բացահայտ Ալիևը դա հայտարարում է սահմանադրություն փոխելու։ 3 խրախճանքեր ոչ միայն ՔՊ-ի գրասենյակում մի դեպ արդից օգտվելով ասեմ Նազարյան Գեղամ դու եռաբլուր ոնց ես մտնում։ Դու քո երեխու շիրիմը ամեն օր 10 անգամ ծախում ես ու անեծքի բուն ես սարքում։ Ես ուզում եմ հասկանալ այն զոհվածների ծնողներին, ում երեխաներին մատաղացու գառան պես Նիկոլը հանուն իր շահի, հանուն իր աթոռի թուրքի մատաղեց ու նրանք այսօր կարողանում են արդարացում գտնել Նիկոլն, էլ չեմ ասում քո նմաններին, քո նման վիժվածքներին, որ պաշտպանում են Նիկոլ։ Ես հիմա ուզում եմ կոչ սուղել միայն բոլոր պատերազմներով անցած բոլոր պատերազմների մասնակից տղաներին։ Տղեր կապի դուրս եկեք ինձ հետ, մենք լիքը անելիք ունենք։ Ու այսօր եթե մեր օպոզիցիան այս անգամ էլ որի հային վայել պահվածքով ու կերպարով, ապա ես արդեն կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք, եթե մենք նամուսով տղամարդ չունենանք, որ այս երկրի գլխին կանգնի, որ պատրաստ լինի մի կողմ դնելով շահ, մի կողմ դնելով անձնական ամեն ինչ, ուղղակի պաշտպանել հայրենիք, հասկանալով, որ հայրենիք կորցնելով ինքը այլևս չի ունենալու ոչ մի բան, ոչ երեխաների ապագա, ոչ ունեցվածք, մի խոսքով, եթե դուք դա չանեք, ապա ես հաջորդ կոչս արդեն լինելու է մարտակոչ
ու եթե տղամարդիկ էլ, ես միշտ ասել եմ, կինը, դա անգամ կռված կինը, պետք է իր զինակիցներից տղամարդկանցից կես քայլ հետ կանգնի, որովհետև դա է հայի էությունը, էականությունը բոլոր ասպարեզներում։ Բայց ես տեսնում եմ, որ առայժմ զերծ մնամ, տեսնում եմ, որ մեր տղամարդիկ այդքան էլ պատրաստ չեն գնալու զոհողությունների հանուն երկրի, ուրեմն մենք կանանցով դա կանենք։ Եթե այս անգամ էլ մեր տղամարդիկ ուսուցիչ տան ու դուրս չգան իսկականից պայքարելու, ազատագրելու Երևանը, Հայաստանը, թույլ չտալու, որ թուրքը քայլելով մտնի Սյունիք, ապա Երևան, թույլ չտան, որ թուրք լրագրողը արդեն Նիկոլի բենեֆիսին, ես բենեֆիս եմ ասում այդ հարցազրույցը գիշերվա 3-ին, երբ դեռ ընտրատարածքներում հաշվարկումները վերջացած չէ, իսկ Նիկոլն ասում է մենք հաղթել ենք։ Իդեպ ասեմ, դա պատժելի, սահմանադրորեն պատժելի արարք էր, ու նորմալ երկրում արդեն նրան բանտարկած կլինեին։ Նիկոլը պետական հանցագործ է, Նիկոլը սպառնում է ազգային անվտանգության, իսկ քանի որ մենք ազգային անվտանգություն չունենք, նրանք ընդամենը Նիկոլի հարճերն են, ապա պարզ է, որ այս ամենը հարկավոր է կարդինալ լուծում ստանա։ Ու եթե դա տղամարդիկ չանեն, ապա եթե անգամ իմանամ, որ զոհասեղանին իմ կյանքն է, ես խոստանում եմ հաջորդը լինի մարտակոչ ու ես ինքս եմ սկսելու դա։ Գուցե թասիբի ընկնեն մեր, այսպես ասած, ուժեղ տղամարդիկ ու փրկենք երկիրը կործանվեց 3 գիշեր, Նիկոլը ստորագրեց Հայաստանի ավարտը։